Հաղորդման գլխավոր հովանավորն է Ասեկոսե.am կայքը։ Հաղորդման գործընկեր Անտիկյան ցուցասրահ։ Ժամանակակից արվեստի լավագույն գործերն ու ամենահայտնի հայ նկարիչները Անտիկյան ցուցասրահում։ Հասցեն Պուշկինի 33, Կոտորակ 21, հեռախոս 53 88 20։ Այսօրվա իմ հյուրը ճանաչված արվեստագետ է, սակայն ասել, որ նա զուտ շոու բիզնեսի ներկայացուցիչ է, սխալ կլինի։ Նա երգում է երգեր, որոնք իրեն են հոգեհարազատ, վերջերս էլ սկսել է խաղալ թատրոնում։ Երգարվեստում իր փոքրիկ դաշտի, որպես դերասան ներկայանալու դրդապատճառների եւ այլ հարցերի շուրջ այսօր բացարձակ արժեք հաղորդման շրջանակներում զրուցում ենք Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, երգիչ Արամոյի հետ։ Բարև ձեզ, շնորհակալ եմ, որ ընդունեցիք մեր հրավերը։ Ամա դուք ճանաչված արվեստագետ եք, սակայն ձեզ ներկայացնել որպես շոու բիզնեսի ներկայացուցիչ այնքան էլ ճիշտ չի լինի, որովհետև դուք ունեք ձեր փոքրիկ դաշտը, որում հենց ներկայանում եք։ Այսինքն մասսայական լինելը ձեզ համար գերնպատակ չէ։ Առաջինը շնորհակալություն հրավերի համար եւ դուք շատ ճիշտ եք նկատել, շատ անգամ ասում եմ, որ շոու բիզնեսի ներկայացուցիչ եմ։ Ես ի սկզբանե չեմ եղել շոու բիզնեսի մեջ։ Հիմա կասեն դուք հակասում եք, ինչպես չեք եղել։ Դաշտում եղել եմ, բայց իմ ստեղծագործական կյանքը չեմ խորացրել դրա մեջ։ Անկեղծ լինեմ, 80-ականներին հենց այդ մարզահամերգային դահլիճներում լեփլեցուն են եղել իմ համերգին։ Եղել են, բայց իմ արվեստը մի քիչ այն երաժշտությունը, որ ես ներկայացնում եմ, երգում եմ, մի քիչ ավելի կոմպակտ, ավելի հավաքված մասսայի համար է, այսինքն ոչ թե ես չեմ կարող են մասսայական երգեր, որ կա երգել, չէ, իմ առաքելությունը մի քիչ կարծում եմ ուրիշ է, ուրիշ ճանապարհով եմ գնում եւ շատ ուրախ եմ, որ առ այսօր արդեն մյուս տարի լրանում է 30-ամյակը բեմական, իմ պրոֆեսիոնալ բեմում, վստահ եմ, որ 2000 հոգի հանդիսատես սիրելիներ, որոնք կցանկանան լինել իմ համերգին կամ Էմայի հետ համատեղ կամ որևիցե կարծում եմ կգան։ Տեսեք, բացի երգելը եւ երաժշտությունը վերջին տարիներին սկսեցիք հանդես գալ սերիալներում, հիմա արդեն ձեր կնոջ հեղինակած պիեսում դեր ունեք, խաղում եք թատրոնում։ Այսինքն երգից զատ ձեզ համար այլ ինքնարտահայտվելու միջոց է դերասանությունը, թե նաեւ կողմնակի եկամուտ ունենալու միջոց։ Չէ, կողմնակի եկամուտ չի, ես առաջին ասեմ, որ իմ առաջի կրթությունը պրոֆեսիոնալ հենց դերասան է, որտեվ մոտ 2.5 տարի ասեմ ինչու սովորեցի մեր մեծագույն դերասան վարպետ Խորեն Աբրամյանի կուրսում, բայց քանի որ արդեն Օրբելյանի օրկեստրի ընդունվել է Օրբելյանի օրկեստր, համատեղել չէր լինի, եթե ես չմտնեի Օրբելյանի օրկեստր եւ չէր բացվի իմ երաժշտական ուղին, երևի թատրոնում կլինեի, ավելի թատերական կյանքով լեցուն կլինեի։ Այնուամենայնիվ երգը կա ձեր կյանքում, որովհետև տպավորությունն այնպիսին է, որ նոր երգեր չունեք ու ձեզ կարող են լսել միայն շատ մտերիմները։ Ասեմ ժամանակահատվածը, որ ընդհատում էր երաժշտության մեջ, երգի մեջ, այսինքն ինչքանով դուք նկատել եք տեսահոլովակներ կամ ինչ-որ համերգային բաներ չկա։ Ես չեմ ասի, որ առաջարկներ չեն եղել համերգների, ուղղակի երկուսը համատեղել միասին, որտեվ մոտ 3 ֆիլմում ես նկարահանվեցի 14 թվականին եւ համատեղել համերգը մի բանը կորցնելու էր։ Իսկ ես չեմ սիրում, այսինքն եթե ես մի գործի մի բանին տրվում եմ, ամբողջությամբ նվիրվում եմ այդ գործին եւ չեմ ուզում տուժի եւ պետք է ամեն ինչ անես բարձր մակարդակով պրոֆեսիոնալ մոտեցում պետք է ցուցաբերես, որտեվ ի վերջո դա գնալու է էկրան եւ հարյուրավոր մարդիկ են տեսնելու կապված կինոյի հետ կամ նույն ներկայացումը գալիս են հանդիսատեսը եւ դու իրանք չունես որևիցե խալտուր անես եւ բան անես։ Դրա համար երկարվեստի առումով մի քիչ կարող եմ ասեմ դադար է, բայց մոտ մի 4 հեղինական երգեր արդեն ձայնագրել եմ եւ հիմա մի քանի առաջարկություն կա ֆիլմի հետ կապված։ Այսինքն հիմա ավելի շատ դերասան եք, Արամոն ավելի շատ այս պահին դերասան։ Այո, դե ներկայացումը ինչպես տեղեկացաք, Սև դառը շոկոլադե Էմայի պիեսը, Սուրենի Շավերդյան
բեմադրություն եւ Լուիզա Ղամբարյան, այո, պարբերաբար մենք դրամատիկական թատրոնում խաղում ենք, երբ որ ասում են Արամոն ջազ երգիչ չէ, Արամոն ջազ երգիչ չի, փոփ երգիչ չի, ես արտիստ եմ, ես ինձ այդպես եմ տեսնում, ու հիմա ես մի հատ ուրիշ գաղափարի մեջ եմ, որը իմ հին հիշողությունն է երևի այն չխաղացված դերերն են, որը հիմա փորձում եմ վերականգնել եւ այն փոքրիկ շնորհը, որ Աստված տվել է, ես չեմ ուզում իրան ինչ որ պահարանի մեջ պահած լինեմ, փակած լինեմ, ուզում եմ բացեմ, որ ինքը դուրս գա եւ օդ շնչի, գույները տեսնի, ամեն ինչ չեմ ուզում փակեմ։ Դրա համար հիմա ես ավելի շատ ծանրաբեռնված եմ ֆիլմերը եւ ներկայացումն է։ Վերադառնալով երգին արդեն, որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ այսօր գումար վաստակում են ու պահանջարկ ունեն մի տեսակ 6-8 ոճի երգեր կատարողները եւ նմանատիպ այլ ոճերում հանդես եկողները, ինչի հետևանք է, որ այսօր արժեքավորը չի գնահատվում։ Գիտեք ինչ, Աստվածային Կոմիտասի մոտ երկեր կան, որ 6-8-ի մեջ է, 6-8-ը դա երաժշտական չափ է, մենոնք վերցրել են այդ բարի եղանակը, ինչը 6-8 է երգում։ Աբսուրդ է նայում դա կարելի ասել այդ թեթև ժանրը, որ գիտեք ինչ, ժամանակները փոխվեցին, որտեվ ես երբ որ հիշում եմ իմ երիտասարդությունը, պատանեկությունը, ցենզուրա կար եւ շատ երգեր անցնում էին ինչ-որ պրոֆեսիոնալ մարդկանց միջով, այսինքն կար հանձնաժողով, որը քննարկում էին եւ դա եթեր դուրս կգա, հիմա ժամանակները փոխվել են, ես չեմ ուզում ինչ-որ որևիցե մեկին անվայել բառեր ինչ-որ հասցեն ասել, դա իր կյանքն է, գիտեք ինչ, մեկը մաղվելու է, արժեքավոր բանը մնում է, եթե դու ինչ-որ բան ես ներկայացնում եւ պրոֆեսիոնալ եք ու մոտ այդ առաքելությամբ ես եկել ու չես գնում կոմպրոմիսների, այդ է տված, արա ազնիվ մաքուր, ինքը կմնա, հիմա կլսեն, չեն լսի դա արդեն հանդիսատեսի խնդիրն է, դու պետքա չանես, որ շատ անգամ ասում են ինչի կոմերցիոն երգեր չի բանանում, որ հանդիսատեսը բան, ասեմ երբևիցե մեծագույն Ստիվի Վոնդերի նման անձնավորությունը չի մտածել I just called to say I love you կամ որևիցե կամ Ալջերոն կամ Բենսոնը կամ Սթինգը կամ Բարբարա Ստրեյզանդը, Շարլ Անձնավուր, Լայզա Մինելի, Ժակ Բրել չեն մտածել որ կոմերցիոն երգեր են, նույն մեր կոմպոզիտորներին է նույն վստահ եմ որ մայստրո Օրբելյանը Արևիկը գրելու չի բանարը որ մասսայական երգ լինի կամ Գալիսասը կամ Ռոբերտ Բաբկենիչի ֆանտաստիկ երգերը, Աչեմյան, Խաչատուր Ավետի չեն իրանք բանարը որ հանդիսատեսը բանը ինքը գրել է որտեվ հոգին ցանկացել է ստացվել է եւ դարել է մասսայական սիրել է որտեվ մաքուր ազնիվ երաժշտություն է եղել անկեղծ է եղել ինքը անկեղծ է արել իսկ նստել մտածել կոմերցիոն այս չգիտեմ այս բանը այս խոսքերը ջան ջիգեր ջան բան դա ոչ մի բան չի տալի դա այդ երաժշտությունը բնականաբար ռեստորանից ավել պետք է չբանանի Հիմա շատ ասում եմ, բայց ռեստորանում պետք է դասական երաժշտություն։ Իսկ ով ասել որ ռեստորանում դասական երաժշտություն պետք է մեր բանում, մեր կենցաղի մեջ եմ ասում, դրսերի մասին չէ։ Պետք ով ասել, չէ, դա ուտելու, երկու բաժակ ինչ-որ խմելու, կենացներ, բան շփվելու այդ երաժշտությունը գալիս է, ուզում ես բարի, ուզում ես մի բարի, ուզում ես լսի, կարած չլսես, այնքան բարձր լինի, շատ անգամ չեմ լսում։ Ուղղակիորեն գլխիցս անջատում եմ, ներկա եմ այդ ոռնոցները Չէ, երաժշտության համար, ես երեք չառաջորը զրուցում ենք, նույն այդ երաժշտության հետ կապված, որ աղտոտվել է, կեղտոտ ինչ-որ անհասկանալի գարմոնյաներով, բացարձակ ոչ հայեցի շեշտադրմամբ, չգիտես որդ են շեշտերը դնում, դե տեքստի մասին չխոսանք, որ 20 տարեկան, 22 տարեկան ինչ-որ այդ երկիշներն են երջունը տառապած սիրո մասին բան, արդեն ինքը տառապում է սիրուց, ինքը անիծում է ասում, բան, հələ նոր է կյանք մտնում, ձնծաղիկի պես պետք է մտնի, ինքը արդեն տրագեդիա, սաղ աշխարհի բաները տվել են իրան, որ ինքը արդեն սաղ կյանքը տեսել է ու ապրել է, շալակին տանում է։ Ես մտածում եմ, մեր պապերը դուդուկի տակ են ապրել, բնականաբար այդ տեխնիկան չեղել ու ֆանտաստիկ է, դուդուկի ներկայությամբ բարի եղանակները քեֆ ես անում, ես արել եմ, ֆանտաստիկ էներգիա է։ Իսկ այս պարագայում ես չեմ ուզում որևիցե մեկին ինչ-որ քննադատական խոսք ասել, իրանք իրանց կյանքը ունեն, այդ երգերը կարծում եմ ժամանակավոր բնույթ է կրում։
Դուք այնուամենայնիվ թեկուզ ներքին բախում ունենալով ինքներդ ձեզ հետ հանդես չեք այդ ձևաչափի ինչ-որ ֆորմատի երաժշտության մեջ։ Գիտեք ինչ, ժամանակին, եթե հիշում եք, մեր բակը որ եղավ, բայց դա կատակ էր։ Դա կատակ էր, այո, հետո մենք հոգին լուսավորի մարկե ձայների զարեցինք։ Դա բնականաբար արդեն այդ կայծակ բանն էր, Ժուլ Վերնիկը եւ չգիտեմ, Ֆստոյերով էր այդ երկու կերպարները։ Դա կատակ էր։ Դա լուրջ կատակ էր, բայց մարդիկ կային, որ շատ բան ինչ-որ լուրջ են հետ ասում, չէ, դա լուրջ չի։ Ես դա չեմ կարող լուրջ երգեմ։ Դա ինչ-որ պրոյեկտ էր, որը ժամանակ առաջ աշխատեց։ Վերջ, ես շատ անգամ ես ասեմ, ինձ հրավերներ եղել են, այսինքն ընկերական շրջապատում կամ բան կնունքի հարսանիքին, որ ներկա գտնվեմ։ Այո, ես չեմ բացառում եղել են։ Հա, բայց ինձնից ցանկացել են, օրինակ Ստեփան Լուսիկյանի Երանին կամ Միշել Լեգրան կամ ինչ-որ բան։ Չեն ասես կարա այս բանը սենց այս երգը արամոն բանը, չէ։ Ես գնացել եմ այն ինչ որ ես երգում եմ։ Տեսեք, խոսեցինք երգարվեստում ընդհանուր վիճակից, իսկ մշակութային կյանքն այսօր ինչպիսին է։ Դասական աշխարհում կասեմ, որ վատ չի, փառատոներ են եւ շատ հիանալի, էլի ասեմ, երաժիշտներ մաստեր կլասներ են ունենում, հիանալի համերգներ են լինում, ինչու եւ չէ թատերական աշխարհում փառատոներն են լինում եւ հա կինոարվեստում կամ կինոարվեստում ես կցանկանայի, որ կինոարվեստում ավելի շատ ֆիլմեր շատ նկարվեն եւ կինոթատրոններ շատ բացվեին, որտեվ թատերական աշխարհը կա, թատրոնները կան եւ տրամադրում են բեմերը եւ այդ մեծ տրուպաները գալիս են Հայաստան, իսկ կինոյում մի քիչ բարդ է, որտեվ մի երկու կինոթատրոնով ինչ-որ բան անել, ես կցանկանայի, որ կինոթատրոն բացվեր եւ կցանկանայի մի հատ շատ կարեւոր բան։ Ես շատ երկար մտածում եմ, որ Հյուսիսային պողոտայում սիրուն է, ասում են գեղեցիկ է, վերցնեն գեղեցիկ է։ Խանութներ կան Բերբրի, չգիտեմ ընդ Շանել, Տանտոնիո Մոտիլի, ինչ-որ բաները։ Ես մտածում եմ, պետք է մշակույթի տուն 20 տարվա մեջ չի բացվել։ Հենց Հյուսիսային պողոտային բացին մշակույթի տենց կոչվեր, այսինքն դահլիճ մոտ 6-700 տեղանոց։ Ինքը որ ծառա էր, համ կամերային երաժշտության համար, համ ջազ համերգներ, համ էստրադա կոչված, համ թատերականներ, այսինքն ամբողջական ինքը մի կոմպլեքս լիներ, որ կարողանայի նույն ներկայացումներ հենց Հյուսիսային պողոտայում կենտրոնում, որ ասեն ինչի, որովհետև Արամ Խաչատրյանի մեծ դահլիճը պետքա լինի սիմֆոնիկ երաժշտության համար, որտեղ ակուստիկան դա է պահանջում, դասական երաժշտության համար։ Վստահորեն, ուրիշ բան ես շատ անգամ տեսնում եմ ինչ-որ 60-ամյակ, 78-ամյակ, 50-ամյակ, 3 տարի բեմում, 28 տարի բեմում, ես այդ շոու բիզնես անթույլատրելի է, որտեվ մի օր առաջ Սերգեյ Խաչատրյանի նման մարդն է նվագում, աշխարհահռչակ, ֆանտաստիկ հայ, ֆանտաստիկ երաժիշտ, ու մյուս օրը ինչ-որ լրիվ փոխվում է մի հատ ուրիշ բան, չի կարելի։ Օպերային թատրոնը պետք է օպերային ծառայի, դրա համար եմ ասում, որ պետք է մի հատ դալիճ, հիմա կասեն, իսկ ինչու ոչ համերգային, մարզահամերգային համալիրը։ Մարզահամերգային համալիրը բարձր է տեղանքի առումով, հիանալի դալիճ ունի 2500 տեղ, փոքր դալիճ է, բայց ես անկեղծ եմ ասում, ես 85 թվականից այնտեղ համերգներով երգել եմ, ժողովուրդը սովոր չի, հասկանում, ինքը սովոր է, որ կենտրոնում մոտ լինի, հələ չեն սովորի, չգիտեմ ինչի չի կպե, այդ դահլիճը ժողովրդի հետ չի կպե։ Դրա համար կցանկանայի, որ կառավարությունը մտածեր, նույն մշակույթի նախարարության հետ մտածեն մի հատ դահլիճ 600 տեղանոց եւ այդ նույն այդ շոու բիզնեսի այսպես ճակերտավոր որոշ մասը երգիչ երգչուհիների, հա թող ընդ վարձմուծեն գնան այնտեղ համերգ տան օպերային եւ ֆիլհարմոնիկ դահլիճին բան չանեն, որտեվ դա ուրիշ երաժշտության ուրիշ բանի համար է ստեղծված։ Իմ մեծ ցանկությունն է դա, տա Աստված որ մի օր լինի, մենք էլ ելույթ ունենանք, չգիտեմ։ Սեք որոշակի ձեռքբերումներ այս դաշտում այնուամենայնիվ արձանագրեցինք, սակայն դրա հետ մեկտեղ նաև բոլորի համար է ակնհայտ, որ դաշտը լցված է նաև ռաբիզով, անճաշակով եւ այլն, դա միայն մեզ մոտ է այսպես թե գլոբալ աշխարհն է գնում արդեն դրան։ Գիտեք ինչ գլոբալ աշխարհում է այդպես, որտեվ շատ անգամ խոսելուց նույն կարծեմ բաններ Մարտին Սկորսեզան ասաց, որ կինոինդուստրիան արդեն Ամերիկայում փլվել է, նույն Ֆրանսիս Ֆորդ Կոպլան էլ, այսինքն ոչ միայն Հայաստանում է, նույն ռուսական շուկան է, ամբողջ աշխարհում դեգրադացիա է։ Եթե դուք տեսնում եք ինչ-որ անուններ են դուրս գալի,
որ չես հասկանում ինչ է երգում, վիզուալի վրա են գնում, այսինքն երաժշտությունը մոռացվել է։ Շոուն լույսերով չի, կամ մի 10 հատ աղջիկ կարճ հագած ինչ որ կրծքային բան սենց շրթունքներով սպառում են։ Դա շոու չի։ Շոուն Պիտեր Գաբրիելի մոտ է, շոուն Չելենտանոյի մոտ է, եթե համերները Սթինգի մոտ է։ Շոուն չի նշանակում, որ այդ լույսերով կամ պարերով է։ Սովորաբար ասում են, որ երբ կոնկրետ մարդը որոշակի խնդիրներ է վերհանում, ասում են հեշտ է կողքից քննադատել եւ լուծումներ չառաջարկել։ Դուք դժվար դրությունից դուրս գալու համար ինչ լուծում կառաջարկեք։ Ես կուզեմ, որ մի քիչ սեր շատ լինի եւ ավելի պրոֆեսիոնալ մոտեցում տան, շատ պրոֆեսիոնալ մոտիկանան, այտենց դալի-դոլի բաներ չնի, լավ արեցի, լավ նկարվեցի, լավ խաղացի, լավ երգեցի, լավ էս արեցի, չէ։ Որտեվ եթե դու դուրս ես գալի հարթակ, դու արդեն բեմի մասին է, դու բարձր ես եւ հանդիսատեսը կապ չունի ինչ կատեգորիա նստած։ Սկսած բանվորից, որին ես շատ հարգում եմ, արհեստավորին, որին պաշտում եմ, միջև ակադեմիկոս, ինչ որ բան է ուզում տեսնի, քաղի գնա։ Դու իրանք չունես ինչ որ սենց վերաբերվես Վերևից։ Ահա, շատերն այդ որ ասում են աստղային բան վերևից են։ Ինչը, ինքն էլ է մարդ, դու էլ ես մարդ։ Նույնը չէ, նույն արունն է, նույն միսն է, միտքն է ուրիշ, մի քիչ ֆիզիկականն է ուրիշ։ Պետք է մի քիչ համեստ լինել կյանքում։ Ես այդ համեստությունը շատ եմ գնահատում, շատ։ Քու գործի մեջ եւ ընդհանրապես ապրելակերպում։ Մի կողմ թողնելով մշակույթը, ձեր արվեստը, ընդհանուր առմամբ Հայաստանում այսօրվա կյանքը գոհացնող է։ Չէ։ Իմ անունից չեմ ասում, այն ինչ որ ես տեսնում եմ, չէ։ Ես էլի ցանկանալ սոցիալականին չեմ գնում։ Հասկանում եք, ամեն մեկին մայրա չէ ծնել։ Հիմա այդ, չգիտեմ, այդ մարդկանց հարուստներ ասեմ, ոնց ասեմ, այդ սլոյը։ Ու այն մարդը, որը առավոտից իրիկուն չի հասկանում, ուզում աշխատի, բայց իրան էլ է մայր բերե, քեզ էլ է մայր բերե։ Ինքն էլ է ուզում ապրի։ Ես շատ անգամ զրուցել եմ, ասում եմ, ոչ դղյակներ եմ ուզում, մարդկանց հետ, ոչ այդ բենտլիներն, ոչ մի բան։ Ես ուզում եմ, որ աշխատանք ունենամ, կարողանամ հոգսերը լուծեմ ընտանիքիս եւ ինչու՞ չէ երեխաների հետ կապված ուսման բանը իսկապես դժվարացել է ու լավ չի։ Թվում է, որ ամեն ինչ կա, բան, հա, ինչ է բողոքում, կա ամեն ինչ կա, հա բայց եթե չի օգտվում ժողովուրդը, մարդը հասարակ չի կարողանում օգտվել, չեմ ասում են թանկ, չի կարում, շատ դժվար է, անկախացել ենք, բայց անկախ չենք։ Եթե այսպես շարունակվի, ինչպիսին կլինի Հայաստանի ապագան։ Արտագաղթ։ Եվ ես չեմ մեղադրում ոչ մի մարդու, երբ որ ասում են, շատ անգամ ես լսեցի, որ Վրաստանի սահմանի վրա վրացի այդ սահմանապահները կարծել են էպիդեմիա է Երևանում, լուրջ անկեղծ, որտեվ հերթ է գոյացել եւ գնում են, ինչ անի, գյուղերը դատարկվում են, մնացել են տատիկներն ու պապիկները, դե ամեն մեկը այդ հացի խնդիրն է գնում, որ կարողանա ինչ որ բանով ստամոքսի մասին դե ցավալի է, ես չեմ մեղադրում, հետո ընդհանրապես այդ գնալը բանը մի քիչ ցավալի է, որ ասում են դավաճանում գնում, չէ, մարդը երկիր մոլորակը մարդումն է, ու ոչ մեկ իրանք չունի բռնանալու ես ինչի, կարող է ես է գնամ, ինչ եմ գնում, լավ եմ անում գնում եմ, կարող է Բուրկինա Ֆասո եմ գնում կամ բան Կոլումբիայում եմ գնում ապրում կամ Անտարկտիդայում եմ, դա ես եմ իմ կյանքը տնօրինում, բայց դա չի նշանակում, որ ես չեմ սիրում Հայաստանը կամ իմ երկիրը կամ դավաճանում եմ, ոչ, ես ուզում եմ գնամ, ես մարդ եմ, ուզում եմ գնամ այնտեղ ապրեմ, եղբայր, ինչ եք ուզում, վատություն անում եմ, չէ, դաշտ դատարկելու մասին չի, ես ասում եմ առաջինը սոցիալականն է, այն սոցիալական խնդիրն է, որ եթե մարդ կարողացավ աշխատանք եղավ եւ սոցիալապես իր փոքրիկ, չգիտեմ, ինչ որ գումարի մեջ կարողացավ, վստահ եմ, ոչ մեկ չի ուզի 100% եմ ասում, ոչ մի մարդ չի ուզի իր այն բույնը, որ սարքել է, ինքը թողի գնա, իր տունը, որը սարքել է թողի գնա, չի ուզի, հավատացեք, ոչ մի երկրում չեն ուզի։ Այս կոնտեքստում էր իշխանավորների կառավարության ուշադրությունը, որ արդեն մի հարցով դիմեցիք, որպեսզի համերգասրահ օրինակ կառուցեն, այդ կերպ թեթևացնեն։ Բացի այս, էլ ինչ հարցերի վրա կուզեիք, որ նրանք հատկապես ուշադրություն դարձնեին։ Գիտեք ինչ, առաջինը այդ մեր ծնողների թոշակների մասին եւ աշխատավարձների մասին։ Իսկապես ես ասում եմ, ամեն ինչ, եթե նկատում եք, ամեն ինչ թանկացել է։ Իրանք կարան օգտվեն, բնականաբար։ Ես ասում եմ, թոշակները, որ մի քիչ բարձրացնեն եւ աշխատավարձները
ոնց կարելի է 46000 դրամով ասես ապրի մարդուն կամ գիտնական կամ պրոֆեսոր կամ ասես դու պետք է ապրի, ոնց ապրի։ Հնարավորություններ կան, ասում դրա համար պետք է պետական մտածողություն լինի եւ իսկապես ցավան, իսկապես գործ արվի։ Հա շատ բաներ բացվել է, բան չունեմ ասելու, չեմ ասի վատա։ Չէ, կա, ես շատ ուրախացա, որ սահմանամերձ այդ գյուղերի համար այդ հարկային բաները շատ լավ է, իհարկե։ Ընդհանրապես գյուղացու համար պետք է բան անեն, որտեվ գյուղից ենք մենք սնվում։ Ինչ որ հարկերից պետք է բան անեն, այդ ջրի մատակարարումը որ կա, պետք է չնչին գումար չվերցնեն, որ այդ մարդը աշխատի եւ գյուղից չգնա, ինչ են գնում են փող աշխատելու համար։ Զրույցն ավարտենք մեր հաղորդման ավանդական հարցով, ինչն է ձեզ համար բացարձակ արժեք։ Կյանքը։ Շատ շնորհակալ եմ այսօրվա հրավերն ընդունելու համար, մեր տաղավարում գտնվելու համար։ Ես ասում եմ, շատ արագ անցավ, դա քեզնից է գալիս, շնորհակալ եմ քեզ, որովհետև դու շատ անուշիկ եւ շատ պոզիտիվ, շատ լավ էներգիայով, աուրայով մթնոլորտ ընդհանրապես։ Հիանալի է, շատ շնորհակալ եմ, որ հրավիրեցիք։ Ձեզ էլ շատ շնորհակալություն։ Եվ վերջում իմ արտաքին տեսքն ապահովելու եւ հաղորդմանն աջակցելու համար շնորհակալություն եմ հայտնում Ագա Քանքանյան Image Studio-ին։ Image Studio, որտեղ կընդգծեն ձեր գեղեցկությունը։ Հասցե Իսահակյան 14։ Հիշեցնեմ, որ այսօր բացարձակ արժեք հաղորդման տաղավարում հյուրընկալել էին Գերքիչ Արամոյին։ Կհանդիպենք։ Հաղորդման գլխավոր հովանավորն է Ասեկոսե.am կայքը։ Հաղորդման գործընկեր Անտիկյան ցուցասրահ։ Ժամանակակից արվեստի լավագույն գործերն ու ամենահայտնի հայ նկարիչները Անտիկյան ցուցասրահում։ Հասցեն Պուշկինի 33, Կոտորակ 21, հեռախոս 53 88 20։